Ողջույն բոլորին, այս տեսանյութում հաջորդ շաբաթվա կանխատեսումն է ապրիլի 7-ից մինչև 13-ը ընկած ժամանակահատվածի համար։ Գնայինք ինչպես միշտ շաբաթվա էներգիան, այսինքն ինչի վրա եք կենտրոնանալու, անձնական կյանք, ֆինանսներ, աշխատանք եւ իհարկե առողջությունը։ Կանխատեսումը կարող եք նայել եւ արևային, եւ լուսնային, եւ ասցենդենտի նշաններով։ Եթե շատ եք խառնում իրար, կարող եք նայել ընդհանրապես արևային եւ լուսնային նշանը։ Գոնե կիմանաք ինչ էմոցիաներ կունենաք լուսնայինով։ Այդպես ավելի լավ է, քան եթե երեքը խառնեք իրար ու չհասկանաք ինչ է ընդհանրապես պետք ձեզ։ Լավ կլինի նայեք արևայինը եւ որպես էմոցիոնալ դաշտ, ինչ եք անելու, վիճելու եք, արտասվելու եք, ուրախանալու եք եւ այլն, դա կարող եք նայել ընդհանրապես ձեր լուսնային նշանով։ Իսկ մենք շարունակենք, կնայենք խոյերին, չնայած երևի մյուս քարտն է բերեմ։ Ահա, այս մյուս քարտերով կնայենք էներգիան։ Ինչ է սպասվում խոյերին ապրիլի 7-ից 13-ը։ Ինչ որ կին է, ում վրա որ կարող եք հույս դնել կամ օգնել, կամ ինքը ձեզ օգնի, գուցե տղաների համար սա նոր ծանոթություն է։ Խոյերի անձնական կյանքը, աշխատանք, ֆինանս եւ առողջությունը։ Քարտերս չգիտեմ ինչու է խառնվում իրար անընդհատ։ Ուրեմն, շաբաթվա ընթացքում այդ կինը կլինի ձեզ համար շատ կարևոր, կարող է ձեր մայրն է, կարող է ձեր ընկերուհին է, ում որ պետք է օգնեք այս շաբաթվա ընթացքում, հնարավոր է նաև նոր ծանոթություն է եւ աղջիկների եւ տղաների համար։ Տղաների համար դա կարող է լինել նոր սիրո հետ կապված, աղջիկների հետ կապված նոր ընկերուհի ձեռք բերեք։ Կամ շատ կարող եք լինել ձեր ընկերուհու հետ, ձեր ծնողի հետ, ձեր աղջկա հետ, որ այս շաբաթվա ընթացքում անընդհատ կարող է կարևոր լինել, որպեսզի աջակցեք իրեն ինչ-որ մի հարցում։ Անձնական հարաբերություններում հնարավոր է ինչ-որ մեկն է ուզում խցկվել ձեր կյանք, միգուցե իր խորհուրդներով, միգուցե խաբեությամբ նաև, ինչ-որ մի բան ուզում է ձեզ մոտ խառնել։ Եթե նոր ծանոթություն է, դեռևս Վեներան է հետադարձ եւ այդքան է խորհուրդ չի տրվում նոր ծանոթություններ հաստատել հատկապես սիրային առումով, որովհետեւ երբ որ Վեներան ուղղահայաց կլինի, արդեն դուք կզգաք, որ ում հետ եք շփվում։ Այդ իր խորամանկությունը այս պահին դուք չեք զգա։ Ամենայն դեպս ինքը կմտնի ձեր կյանք։ Եվ այս մարդու ոնց որ մի կողմը մաքուր է, մի կողմից ոչ։ Եթե թեկուս հիմա շփվում եք ինչ-որ մեկի հետ, ուշադիր եղեք իր պահվածքից, որովհետև ինչ-որ մի հարցում նա այդքան էլ մաքուր չէ։ Դե խաբեություն է սա եւ ընտանիքին է սա վերաբերվում, որպեսզի ինչ-որ մեկի պատճառով չխաբվեք, ամբողջ ընտանիքը չտուժի, ինչ-որ մեկը կարող է մտնել ձեր ընտանիք, ձեր կյանք եւ փորձել ինչ-որ բաներ համոզել, թեկուզ ֆինանսական առումով, աշխատանքի առումով, բայց չպատկերացնեք, որ նա ինչու է եկել ձեր կյանք եւ ինչ կարող է ընդհանրապես անել։ Ամենայն դեպս խաբեբա է, որին որ պետք է այս շաբաթ ուշադիր լինեք եւ չթողնեք ձեր կյանք։ Աշխատանքի հետ կապված բավականին շատ շփում կունենաք, միգուցե ձեր գոլեգաների հետ, միգուցե նաև սա պայմանագրեր է, որովհետեւ ինչ-որ սեմինարների եք մասնակցում, որտեղ որ եւս աշխատանքին է վերաբերվում, ինչ-որ բան կարող եք քննարկել, միգուցե տան անդամներով, միգուցե աշխատանքի վայրում, սա նաև ոմանց համար կարող է ելույթ եք ունենում հասարակության առջև, խոսում եք այնտեղ ինչ-որ մարդկանց հետ, նաև ուղղակի ուշադիր եղեք, որպեսզի լեզվակռվի մեջ չհայտնվեք, որովհետև չի բացառվում, նաև կարող է աշխատանքի վայրում բամբասանքներ կան,
կարող է ձեր հասցեում, կարող է դուք ինչ-որ կապ ունեք, ինչ-որ մեկի հետ այդ առումով են խոսում, համենայն դեպս խոսակցություններ կան։ Ֆինանսական առումով ձեզ կարող է օգնել, որ եթե տղամարդ կամ ինքը ձեզ հենց գումար կուզի, կամ դուք իրենից, հնարավոր է նաև պարտք է վերադարձնում է, գուցե ձեր տնօրենն է, ձեր աշխատավարձն է բարձրացնում, համենայն դեպս սա ստաբիլ եկամուտ է ասում, ստաբիլ գումար, ֆինանսական վիճակը կայուն է ձեզ մոտ, ինչ որ խնդիրներ գոյություն չունեն ձեր ֆինանսներում։ Միայն այս տղայի հետ կապված կարող եք ներդրումներ անել, իրար հետ ինչ-որ բիզնես սկսել եւ երկուսով գումարներ դնել, ինչ որ տղամարդ է, որը կապված է այս շաբաթ ինչ-որ գումարների հետ։ Գո ձեր տղան է, ում որ պետք է անընդհատ գումար տակ, ինչ-որ հարցի համար կամ իր ուսման վճարը պետք է վճարեք, ինչ որ տղա է։ Դե եւ համենայն դեպս գումարել կգա այդ տղայից։ Իսկ առողջության վերաբերյալ բացարձակապես ոչ մի խնդիր։ Եթե ինչ-որ խնդիր էլ կար, ապա կապակինվեք, բացարձակապես խնդիր չունեք։ Միայն անձնական կյանքն է, որ իրոք այս աղջիկը տեսեք ավելորդ չէր։ Այնպես որ ուշադիր եղեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ խաղաղ շաբաթ եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին ապրիլի 7-ից մինչև 13-ը։ Հետաքրքիր է, հետաքրքիր քարտ է։ Ցուլերի անձնական կյանքը, չգիտեմ, սա հանեմ, թե նա հանեմ, աշխատանքը, ֆինանսները և իհարկե առողջությունը։ Ուրեմն այստեղ ավելի շատ կկենտրոնանաք ձեր ընտանիքի վրա կամ ընտանիքում կարող է շատ կարևոր որից է առիթ է կամ ինչ-որ տարի եք նշում, ամուսնության և այլն, այս ինչ-որ յուրահատուկ ինչ-որ մի բան կարող է կա։ Ոմանց այստեղ ամուսնության առաջարկ կարող են անել, կամ պատրաստվում եք ամուսնանալու, սիրո խոստովանություն, հարսանիքի հրավեր, ձեր նշանադրությունն է, կամ միանում եք ինչ-որ մեկի հետ, ապրում եք իրար հետ, ընտանիքն է, և սա կարող է լինել գործարք, որևիցե գործարք, գործնական, որևիցե ինչ-որ կապ, պայմանագրեր, որ միասին սկսեք աշխատել, այդպես։ Եվ հարաբերությունների քարտը եւս դրա մասին է ասում, որ այստեղ ոմանք իրոք ընտանիք կկազմեն, ոմանք կարող են իրոք սիրահարվել, նաև ընտանիքի առողջության մասին մտածել, ընտանիքի հետ լինել այս շաբաթվա ընթացքում, պահպանել ընտանիքը, կամ այստեղ հղիություն կարող է լինել ծննդաբերություն կամ ձեր ընտանիքի անդամներից որևէ մեկի մասին կարող եք լսել, որ երեխա են ունենում, ձեր ընտանիքն է մեծանում, ոչ թե անձամբ ձեր, եթե դուք ամուսնացած եք, այլ այն, որ ծնողներն են։ Համենայն դեպս լավ քարտ է սա, աճում է ընտանիքը, բազմանում է, շատ երեխաներ կունենաք, եթե ինչ-որ մեկը հայտնվի ձեր կյանքում այս պահին, լավ կլինի, որ մի փոքր ձգձգեք, հիմա մի հանդիպեք, որովհետև հետո արդեն կարող եք ուղղակի հիասթափվել այդ մարդուց։ Դրա համար լավ կլինի մի փոքր սպասել, եթե ինչ-որ մեկին հավանում եք, ձգձգեք, մեկ շաբաթ մնաց, վերջին շաբաթն է, այնպես որ կկարողանաք ձգձգել։ Եվ աշխատանքի վերաբերյալ տեսնում եք այստեղ կամ ինչ-որ մեկը կապիկություն կանի աշխատանքի վայրում, երկերեսանի մարդիկ կլինեն աշխատանքի վայրում, կամ նաև ինչ-որ մի աշխատանք կարող են ձեզ առաջարկել, որտեղ որ ամեն ինչ կարող է սուտ լինել, կամ ինքը իրեն ձեռք տա այդ աշխատանքը, կարող է իրան ինչ-որ գումար են վճարում, ինքն էլ ձեզ խաբեությամբ, իրեն ոնց որ տալիս են 5000, բայց ինքը ձեզ տալիս է 2000, որ իրա փոխարեն ինչ-որ մի բան անեք այնտեղ։
Եթե ձեզ ինչ-որ մի առաջարկ կանեն, համենայն դեպս լավ ուշադիր եղեք, միանգամից մի հավատացեք, միանգամից էլ մի մերժեք, մի լավ ուսումնասիրեք այդ առաջարկը, հետո նոր։ Բայց նաև եւ զգույշ եղեք աշխատանքի վայրում, երկեսանի մարդիկ կան, կարող է ձեր խոսքը տանեն այնտեղից խոսքը բերեն ձեզ մոտ։ Նման ուղղակի ուշադիր եղեք։ Համենայն դեպս այս շաբաթ։ Գումարային առումով այստեղ ոմանք կարող են անիմաստ բաների վրա ծախսել, ոմանք կարող են փուչ բաների վրա ներդրումներ կատարել, նաև ոնց որ ասում եմ բյուջեն կծակեք, կարող եք ինչ-որ մեծ իր գնել կամ ինչ-որ մի բան, որը բավականին դատարկեք, ինչպես որ սա է, դատարկեք ձեր գումարները։ Դա ուշադիր եղեք ամենայն դեպս ձեր ֆինանսներում, շատ մի այսօր կողմ ծախսեք, որովհետև կարող է նաև խնդիրներ հետո առաջանան։ Եվ սա կարող է ոմանց մոտ ֆինանսական նոր որևիցե կյանք է սկսվում, այսինքն մինչև այդ գումար չեք աշխատում, հիմա սկսում եք աշխատել, նոր ինչ-որ մի բան է, ոնց որ սկսում եք կրկին ինչ-որ մի բան է, որը որ կարող է այնպիսի մի բանով եք սկսում զբաղվել, որը որ ձեզ կրկին գումար է բերելու, կրկին կամ նույն գումարն է բերելու, այդպես ինչ-որ մի բան է, որը սկսվում է։ Ոմանք այստեղ կարող են աշխատանք գտնել, որից որ հենց կսկսվի գումար, այդ դատարկությունը կսկսվի լցվել գումարով։ Այնպես որ եթե նոր աշխատանք է, նոր բիզնես է, բիզնեսի համար լավ ուսումնասիրեք, թե որտեղ եք ներդնում, որ իրոք դատարկ տեղը չդնեք, որ գումար կարող է չլցվել։ Համար այստեղ պետք է ուղղակի ուշադիր լինել։ Նոր ֆինանսական հնարավորություններ է համենայն դեպս ձեզ մոտ գալիս։ Եվ կարող եք անգամ վերագնահատել ձեր ֆինանսական վիճակը։ Իսկ առողջության վերաբերյալ այստեղ ընդամենը կարող է լինել հղիություն, ծննդաբերություն կամ գնաք օտար երկիր բուժման նպատակով, գնաք բժշկին նաև չի բացառվում, ինչ որ ոչ մի բացարձակապես ինչ որ խնդիր այստեղ գոյություն չունի առողջական։ Այսքանը ձեզ համար, ձեզ խաղաղ շաբաթ եմ մաղթում։ Գնայինք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին ապրիլի 7-ից 13-ը։ Մի քիչ ծանր շաբաթ է ձեզ համար, ճակատագրական, նաև փորձություններով լի, ինչ որ բեռ է ձեր ուսերին, որ այս շաբաթ պետք է անեք, տեսնենք որտեղ է դա ընկնելու։ Եկվորյակների անձնական կյանքը, աշխատանք, ֆինանսներ և առողջությունը։ Դե ամենայն դեպս չգտանք այստեղ ծանր բեռը, միգուցե դուք եք ձեզ ծանրացնում, միգուցե դուք եք ձեր վրա ուղղակի բեռ վերցնում, ավելորդ բեռ է սա կարող է, որովհետև ոչ մի ոլորտում այստեղ չկա այդ բեռը։ Դա նշանակում է, որ կարող է ինչ-որ փորձություններ են ձեր հարաբերություններում, ձեր աշխատանքում, այստեղ եթե տեսնում ենք մանր-մունր խնդիրներ են, որ պետք է ուշադրություն դարձնեք դրան, դրա մեջ կարող է խնդիրներ լինել, դրա համար այդ պահով միայն ուշադիր եղեք, թե չէ մնացածը ինչ-որ դուք կարող է որոշեք, որ այս շաբաթ շատ եք աշխատում, ուղղակի շատ եք աշխատում, բեռը ձեր ուսերին է, կամ զգաք, որ ամեն ինչում ոնց որ կարևորությունը դուք եք, բեռը ձերն է, դուք պետք է անեք, պատասխանատվությունը ձեր ուսերին է, ամեն ձևով։ Սա նաև ճակատագրական հարաբերություններ կարող է լինել, ճակատագրական ծանոթություն ձեզ համար։ Ոմանց համար նաև կարող է լինել կարմայական որևիցե ծանոթություն։ Ընդհանրապես անձնական հարաբերությունների քարտը դա հիանալի է, ձեզ նոր հնարավորություններ նաև կընձեռվի ինչ-որ մեկի հետ ծանոթանալու, ինչ-որ մեկի հետ հարաբերությունների կարգավորելու և այդ փորձությանը դիմակայելու համար ևս, եթե փորձություն լինի հարաբերություններում, ամենայն դեպս կկարողանաք այդ փորձությանը դիմակայել։ Վերջին շաբաթն է, որը որ մեզ տալիս է այդ փորձությունները, որովհետև այս ընթացքում
Վեներան է հետադարձ եւ մարդիկ իրար տեսնում են շատ գեշ, մարդիկ այն բաները, որոնք որ դուք չեք տեսել մինչեւ այս դիմացինի մեջ, հիմա դուք դա տեսնում եք, հասկանում եք եւ ուղղակի մարդու մեջ հիասթափություն է առաջանում, որ էսով է, ինչի է ես այս մարդու հետ շփվում, ոնց կարող է ես այս մարդու հետ ամուսնանալ, մինչեւ հիմա աշկերս ուր էր, փակ էր եւ այլն, նման հարցեր կարող են առաջանալ։ Բայց ձեզ մոտ ամեն ինչ կկարգավորվի, հնարավոր է նաև նոր ծանոթություն, որը որ իրոք ձեր կյանք կբերի հաջողություն, նոր հնարավորություններ։ Եվ աշխատանքի հետ կապված այստեղ հնարավորություն կունենաք մտնել աշխատելու, որովհետև այդ կամուրջը կստեղծվի ձեզ համար։ Կարող է այնպիսի մի վայրում եք ուզում աշխատել, որ անգամ չեք կարողանում ձեր ռեզյումեն տանել տալ։ Մտածում եք, որ անհնարին է այնտեղ աշխատելը, անհնարին է այնտեղ մտնելը, բայց ինչ որ մի ձևով կամ ծանոթ կգտնեք, կամ ինչ որ մեկը ձեզ կօգնի, հեշտությամբ կկարողանաք անել։ Նաև եթե գործեր կային, որոնք որ դժվար էին ձեզ համար, էլի, եթե հեշտությամբ կլինի, կկարողանաք այդ ամենից գլուխ անել։ Եթե ինչ որ մի բանը չեք հասկանում, դժվարանում եք, או ինչ որ մեկը ձեզ օգնի։ Դե սա նաև, եթե աշխատողների հետ լավ չեք, տնօրենի հետ, այդ կամուրջը կստեղծվի, որ կկարգավորեք ձեր հարաբերությունները տվյալ անձնավորության հետ։ Իսկ գումարի հետ կապված կարող եք մանր-մունր ծախսեր անել։ Կարող եք մանր-մունր աշխատանքներ անել, մանր-մունր գումարներ գա այդպես։ Ինչ որ դե այստեղ դա է ծանրությունը, որ մանր աշխատանք կարող է լինել ինքը, ծանր աշխատանք լինել, բայց գումարը էլի տենց մանր-մունր։ Դե ամեն մարդ ինքն է գնահատում իր աշխատանքը, թե ինչպես կգնահատեք, միայն դուք գիտեք։ Եվ գումարների հետ կապված ինչ որ, եթե պետք է որևիցե ինչ որ պայմանագիր կնքեք, գումար ստանաք, գումար վերցնեք, վարկ եք ձևակերպում այնտեղ։ Ինչը վերաբերվում է գումարին, լավ հաշվեք, ամենակարևորը նայեք թվերը, նայեք ամեն ինչ, այստեղ պետք է անպայման մանրուքներին ուշադրություն դարձնեք։ Կարող է ձեզ գումարին հետ վերադարձնում, բայց իբրև իմանալով, որ դուք երբեք չեք սիրում հաշվել, ձեզ կարող են խաբել։ Իսկ առողջության վերաբերյալ այստեղ բացարձակապես խնդիր չկա։ Միայն ուշադրություն դարձրեք կանացի օրգաններին, վահանաձև գեղձին եւ իհարկե տղամարդիկ էլ իրենց, որտեվ այս դեպքում, երբ որ ընկնում է սա, վարակվելու հնարավորությունը շատ մեծ է։ Այսինքն այդ օրգաններն են ավելի թույլ։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ խաղաղ շաբաթ եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին ապրիլի 7-ից 13-ը։ Հիանալի քարտ է։ Հաջողություններով լի ինչ անեք, հաջողությամբ կանցնի այս շաբաթվա ընթացքում, կամ նաև դուք ինքներդ կարող եք ձգտել ամեն ինչը հաջողությամբ ավարտել։ Խեցգետինների անձնական կյանքը, աշխատանքը, ֆինանսներ եւ առողջություն։ Ամենայն դեպս ինչ անեք, հաջողությամբ կանցնի, այստեղ ֆինանսներին պետք է միայն ուշադրություն դարձնեք անպայման, մնացածը լավ է։ Յուրաքանչյուր հարց այստեղ, ուզում եք մոտենալ աղջկա, ուզում եք հարաբերություններ կարգավորել, ընդհանուր ֆոնն է դա, ընդհանուր բոլոր ոլորտներն են դա, որ ձեզ հաջողություն է սպասվում յուրաքանչյուր ոլորտում։ Եվ ընտանեկան հարաբերություններում սա ժամանակն է կամ փոխել հարաբերությունների որակը, ժամանակն է ձեր կողքին ինչ-որ մեկը ունենալու, ժամանակն է ամուսնանալու, եւ ժամանակ վատնեք անպայման ձեր ընտանիքի վրա, որովհետեւ ընտանիքը կարևոր է։
Եթե մարդը միայն աշխատանք, ընտանիքը չկա, բալանսը չկա, ինչ-որ մեկը միշտ տուժում է։ Այստեղ հնարավոր է նաև տուժում է աշխատանքը, գուցե իրոք շատ եք ուշադրություն դարձնում ընտանիքին եւ աշխատանքն է տուժում, այստեղ ամեն ինչ հնարավոր է։ Համենայն դեպս ինչ-որ մի բանի ժամանակն է, կամ սա ասում է ժամանակ հատկացրեք, կամ ասում է շատ եք ժամանակ հատկացնում ձեր ընտանիքին եւ գումարները աչքաթող եք արել, հետո արդեն խնդիրները կլինեն գումարների հետ կապված։ Դե համար հավասարությունը պաշտպանեք։ Դե ովքեր միայնակ են, իրենց է վերաբերվում, որ ժամանակն է ի վերջո ընտանիք կազմելու, ժամանակն է ինչ որ կամ հետ ընդունելու, պետք չի այդքան ձգձգել, հետ ընդունեք ի վերջո տվյալ անձնավորությանը, կամ միավորվելու։ Աշխատանքի հետ կապված մանր-մունր աշխատանքներ կարող են լինել, մանրուքների վրա կարող եք աշխատել, նաև կարող է հենց այդպիսի աշխատանք է, այդպիսի աշխատանքի ընդունվեք, ինչ-որ մանր գործեր, կամ սկսեք անել, ուլունքներով աշխատեք, այնտեղ կարող մարդիկ լինեն, չգիտեմ, պայուսակներ են հիմա կարում, գործում ուլունքներով, ինչ ասես անում են, հա, այդպես կարող եք նաև դուք ինքներդ կարող սկսել։ Մանրուքները նաև փայտի մեջ կարող է լինել, փորագրության, տպագրության եւ այլն յուրաքանչյուր բան։ Կամ այնպիսի աշխատանքով կարող եք զբաղվել այս շաբաթ մի փոքր է մյուս աշխատանքով, հա, այսպես կարող է բուն աշխատանք չունեք դեռևս, մի փոքր նրանով զբաղվեք, մի փոքր նրանով զբաղվեք։ Իսկ ֆինանսների համար էստեղ մի քիչ ուշադիր եղեք, հնարավոր է վեճ կարող է տնօրենը ձեր գումար դեռևս չի տալիս, արդեն բավականին անցել է ամսվա կես է դարձել։ Մենայն դեպս գումարի հետ կապված կլինի, յուրաքանչյուր վեճ կարող է դուք եք պարտք, կարող է ձեզ են պարտք, այդ խոսակցությունն է ընտանիքում կարող է հենց ասում են, որ ժամանակն է աշխատելու, ժամանակն է գումար վաստակելու, ոչ թե ընկնել մանրուքների հետևից, այս պստիկ աշխատանք, այս մի հատ պստիկ աշխատանք էստեղ, ավելի լավ է մի հատ գլոբալ մեծ աշխատանք, նորմալ աշխատանքի ընդունվել, նորմալ գումարներ վաստակել։ Նաև կարող է դա է ասում, հա, ինչ-որ ժամանակն է ընտանիքի հոգսը հոգալու համար։ Հաջողությունը ունեք այնպես, որ կարող եք գնալ եւ փորձել։ Նաև սա կարող է վարկ է, որ այս շաբաթ պետք է տաք, դա է նյարդայնացնում ձեզ։ Ֆինանսական գործարքների մեջ, ֆինանսական ինչ-որ մեկի հետ, եթե աշխատում եք, գործընկեր ունեք եւ այլն, իր հետ կարող է ինչ-որ տարաձայնություններ նաև լինեն։ Կարող ոմանք բաժանում են իրենց ունեցվածքը կամ ժառանգության հետ է կապված ինչ-որ խոսակցություն, լարվածություն։ Եվ առողջության վերաբերյալ ամեն ինչ այստեղ նորմալ է, եթե անգամ խնդիրներ էլ կար, ապա սա ասում է, որ ամեն ինչ կկարգավորվի, ոչինչ ինչ-որ խնդիր չկա։ Այսքանը ձեզ համար, ձեզ խաղաղ շաբաթ եմ մաղթում։ Գնայինք առույցներին։ Ինչ է սպասվում առույցներին ապրիլի 7-ից 13-ը։ Բավականին ոգևորված կլինեք, այդպես ամեն ինչ կցանկանաք անել, շատ արագ։ Դեպ կհասցնեք նաև անեք։ Առույցների անձնական կյանքը, աշխատանքը, ֆինանսները եւ առողջությունը։ Այն անձնական կյանքն է, որ այստեղ մի փոքր կաղում է, ինչպես որ ասում են։ Համենայն դեպս շաբաթվա ընթացքում բավականին շատ կլինեք ճանապարհներին, հյուրեր կընդունեք, հյուրեր ճանապարհեք, ապրանքներ կարող եք պատվիրել, որոնք որ գան ձեզ հասնեն։ Նորություններ կլսեք տարբեր ոլորտներից կարող է դա լինել, տարբեր մարդկանցից։ Նաև կարող է ծանոթանաք կամ փորձեն ձեզ հետ ծանոթանալ կամ դուք փորձեք ինչ-որ մեկի հետ ծանոթանալ այս շաբաթվա ընթացքում։
Եթե ծանոթությունը սա ոնց որ կարճ, եթե ու այստեղ եթե ընտանիքի մարդ եք, ապա մի մտեք այդ հարաբերությունների մեջ, որովհետև նայեք հարաբերություններում անձնական է, դա խնդիրներ կան։ Իսկ խնդիրները հենց սա վեճ, կոնֆլիկտ, հնարավոր է նաև տհաճ պահեր ձեր սիրելիի հետ, այստեղ պետք է ուշադիր լինեք, որովհետև Վեներան հետադարձ է եւ հիմա պետք չի վիճել եւ կարող է իրոք վիճելուց հետո չկարողանաք հաշտվել այլևս։ Հետո նորից էլի հետադարձ Վեներայի ժամանակ կարող եք կրկին փորձել վերականգնել, որքան հիշում եմ Վեներայինը չեմ հիշի հիմա, քանի տարի մեկ է։ Ինքը ընդհանրապես ամեն տարի ու կես ու մեկ ինքը հետադարձ է լինում։ Բայց չեմ հիշում ընդհանուր 12 կենդանակերպի ինչքան ժամանակում է պատտվում, եթե այսպես նայենք 30 տարում, հա։ Ավելի շատ 36 մի խոսքով գլուխս չցավացնեմ մաթեմատիկայով։ Վեներան միշտ ոնց որ այն ամենահեռու մոլորակներն են ամենակարևորը, թե քանի տարի մեկ է պատտվում, ինքը ոչինչ։ Դե ընդհանուր ինքը 12 տարի է կարծես թե պատտվում, բայց ուզում ասեմ հետադարձը, հա, երբ որ հետադարձ է լինում, մեկ էլ այդ նույն ժամանակահատվածում եւ կլինի։ Կամ տարուկեսում կարող եք հաշտվել, հա, այդպես։ Շատերը իրոք բաժանվում են, էլ չեն կարող միանան, հատկապես Սատուրնով բաժանվածները 90% չեն կարողանում միանալ, եթե այնտեղ գալիս է Սատուրնը եւ խնդիրներ է սարքում ձեր ընտանիքում։ Համենայն դեպս այստեղ եթե նոր եք ուզում ծանոթանալ ինչ-որ մեկի հետ, ինձ թվում է բավականին այնտեղ դժվարություններ կլինի ծանոթանալու հետ կապված։ Իսկ նոր որ շփվում եք, եւս կարող են ինչ-որ խնդիրներ առաջանալ, իրար կարող եք չհասկանալ, կարող է հարաբերությունում ինչ-որ շատ կարևոր կամ ինչ-որ խնդիր առաջանալ, որը որ թույլ չտա շարունակել։ Դե համար այս շաբաթը փորձեք զսպել յուրաքանչյուր պարագայում։ Հետո մարդը ինքն իրան կարող է հասկանալ իր սխալը, հասկանալ թե ինչ է կատարվել, այդպիսով արդեն ձեր հարաբերությունները նաև կփրկեք։ Ոչ թե կտանեք դեպի անդունդ իհարկե։ Աշխատանքի վերաբերյալ հնարավոր են նոր առաջարկներ, նոր տեղեկատվություն աշխատանքի հետ կապված, նաև որևիցե հայտարարություն կարող է լինել աշխատանքի հետ կապված, միգուցե տնօրենն է փոխվում, միգուցե ներսում օրենքներն են փոխվում, աշխատանքային ժամերն են փոխվում։ Սա նաև օֆիսային աշխատանք է, որ կարող է ինչ-որ մարդիկ գնան ընդունվեն, նաև գրում եք, ինչ-որ ծրագրեր եք կազմում, ծրագրավորող կարող եք լինել, լրագրող կարող եք լինել, եւ այս շաբաթ դրանով ավելի շատ զբաղվեք։ Կամ կարող է ուսուցչուհի եք, ուսուցիչ եք եւ ստուգելու եք տետրերը իհարկե։ Ամենայն դեպս ոմանք կարող են աշխատանքային պայմանագիր կնքել, ստորագրել այդ պայմանագիրը, որևիցե աշխատանք է, որը որ տեղեկատվության հետ է կապված, ինչ-որ բաներ կարող գրել, ջնջել, գրանցել, միգուցե կարող նոր բիզնես եք ուզում բացել եւ գրանցում եք դա, ես լուսնայինով առուց լինելով, ես հենց պնդում եմ, որ այս շաբաթվա ընթացքում ես պայմանագիր ունեմ կնքելու։ Այդպես ինչ-որ մի պայմանագիր է, ինչ-որ մի բանի հետ կապված, բիզնեսի հետ կապված, աշխատանքի հետ կապված։ Սա նաև կարող է ձեր ռեզյումեն է, որ պետք է տանեք, հանձնեք աշխատանքի վայր կամ այդպես տպագրեք, տարեք, հանձնեք այն տեղերը, որտեղ որ դուք ուզում եք աշխատել։ Սա նաև պոչտա կարող է լինել, ինչ-որ նամակ կարող եք ստանալ։ Դուք ուղարկեք նամակ ինչ-որ մեկին։ Նաև եթե հաշվապահ եք բավականին թղթաբանություն կունենաք, մի խոսքով, ինչ որ կապված է թղթogrիչի հետ, այս շաբաթ բավականին լիքը թղթեր են ձեզ հարկավոր, պետք է գրենք եւ ջնջեք։ Կարող է իրոք ցուցակ եք կազմում, կարող է իրոք ուզում եք բիզնես բացել եւ ամեն ցուցակ այդպես մանրուքներով պետք է կազմեք, որ ինչքան, ինչ ընդհանրապես յուրաքանչյուր մանրուք այդ դեպքում գրում են բիզնեսի հետ կապված, որ տեսնեն ինչը պետք իրենց։ Եվ հետո վերջում վերջնահաշվարկ են անում, հետո հավելյալ ուղեղ է պետք։ Հետո սկսում է կախել ուղեղը։ Հետո ուզում ես հասկանաս այդքան գումարը որտեղից ես գտնել։ Դապես այդպես է։
Եվ իհարկե այստեղ ֆինանսների հետ կապված նաև կարող եք ունենալ մի քանի եկամուտ, մի քանի եկամուտների աղբյուր, այնպես ամեն մի քանի տեղից գումար վաստակեք այս շաբաթվա ընթացքում։ Նաև կարող եք մի քանի ներդրումներ անել կամ մի քանի ոլորտներում ներդրումներ անել, գուցե այստեղ իրոք ուզում եք գործ սկսել եւ ներդրում պետք է անեք։ Միգուցե երկու գործ եք ուզում սկսել մի անգամից, չի բացառվում, կախված է մարդը ինչ հնարավորություններ ունի եւ այսպես ընտրում եք։ Նաև կարող այստեղ ընտրեք, որ ֆինանսների, որ եկամուտի աղբյուրը մնա, որը հեռացնեք, որը ձեզ քիչ եկամուտ տալիս, դա կարող եք հեռացնել ձեր կյանքից։ Սա նաև հավելյալ եկամուտ է, որ այս շաբաթ կարող եք աշխատել կողքից, ինչ որ մի բան վաճառեք, այդտեղից գումար գա ձեզ։ Նաև այստեղ կարող է գումարներ ծախսեք, կարող է նաև ընտրեք, սա գնեք, թե նա գնեք, կամ բարդք վերցնել, չվերցնել, վարկ վերցնել, չվերցնել, հա, այդպես ինչ որ կարող է նաև մտքեր ձեզ մոտ առաջանան։ Նաև այստեղ, եթե գումարի եք սպասում, ապա հավանականությունը շատ մեծ է, որ մաս-մաս ձեզ կարող են վճարել։ Հիմա վճարեն, հետո էլի կեսը։ Գուցե այնպես եք աշխատում, որ կես-կես եք աշխատում։ Գումարի կեսը ստանում եք մինչև ամսվա կես, հետո նորից մյուս կեսը։ Իսկ առողջության վերաբերյալ ուշադրություն դարձրեք վիտամին D-ին, ամենակարևորը։ Դեռ գարուն է, դեռ կարող եք օգտվել վիտամին D-ից։ Ասեմ, որ վիտամին D-ն բավականին շատ է պետք մարդու օրգանիզմում։ Ամառը այդքան էլ նորմալ չի, որովհետև մարդիկ շատ են դուրս գալիս եւ մարմինը բաց է։ Իսկ մնացած 3 եղանակներին պարտադիր է վիտամին D-ն եւ հիմա գարուն է, օգտագործեք։ Նաեւ ջրի քանակին ուշադրություն դարձրեք օրգանիզմում։ Ճիշտ քանակով ջուր խմեք։ Գուցե շատ խմեք, այտուցվի ոտքերը, քիչ խմեք, ձեզ օրգանիզմը վատ լինի։ Դե իհարկե նաև այստեղ պետք է պոչկաներին, երիկամներին ուշադրություն դարձնել։ Այսքանը, թույլ տեղը միայն ձեր հարաբերություններն էր։ Ձեզ խաղաղ շաբաթ եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին ապրիլի 7-ից 13-ը։ Քիչ էմոցիոնալ վիճակում կարող եք լինել, կամ ձեր մայրիկի կողքին պետք է լինեք այս շաբաթվա ընթացքում, որ գալիս է ձեր տուն, կամ դուք եք գնում։ Տեսնենք ամենայն դեպս ինչն է ձեզ ինչ-որ էմոցիոնալ վիճակի մեջ հասցնելու։ Կույսերի անձնական կյանքը, աշխատանքը, ֆինանսները և առողջությունը։ Այստեղ ինչ-որ չափով ֆինանսներն է, եթե ինչ-որ ընտրության առջև պետք է կանգնեք, նայեք, նույն քարտերը ընկան առողջության վերաբերյալ։ Սա հենց նշանակում է, որ հենց միանգամից առողջությունն էլ ասեմ, որ սա հավելյալ ստրես է, հավելյալ այնտեղ լարվածություն է, հավելյալ մտածմունք է, ինչ-որ մի բաներ ձեզ մոտ ինչ-որ ճիշտ չլինի կամ գաղտնի կմնա կամ լիարժեք չեք հասկանա ինչ-որ մի բան, ոնց որ լարված կարող եք լինել, դա էլ հենց ստրես առաջացնի ձեր հենց առողջության միանգամից, հենց առողջության մասին ասեմ, որովհետև խնդիրներ կարող է առաջանալ ուղղակի էմոցիոնալ առումով։ Իսկ լարվածությունը, երբ որ մարդը լարված է լինում, ոչինչ չի կարողանում ընդհանրապես անել իր կյանքում, որովհետև խանգարում է դա, այդ հավելյալ էմոցիաները խանգարում են իրեն։ Անձնական հարաբերություններում այստեղ ինչ որ չափով դատարկություն կա հարաբերություններում, հնարավոր է նաև կողովիճել եք իրար հետ, հնարավոր է միայնակ եք այս պահին, ոչ ոք չկա ձեր կողքը, կամ կա, բայց էլի միայնակ եք զգում, դա է, այստեղ ինչ որ բաներին չեք հավատում նաև, դա եւս։ Կույսերը կասկածամիտ են եւ հավանականությունը շատ մեծ է, որ հենց այդ ձեր կասկածները խանգարեն ձեր ընտանիքի
լիարժեք ճիշտ ընտանիք կազմելուն կամ ընտանիքան այդ անդորին այդ կասկածները պետք է ընդհանրապես ձեր մեջից հանեք ուղղակի։ Ձեզ այս շաբաթ բավականին շատ կխանգարեն իրենք։ Եվ ոմանք կարող է նաև դատարկությունը փորձեն լրացնել այս շաբաթվա ընթացքում, հնարավոր է նոր ծանոթություն, նոր մարդ մտնի ձեր կյանք։ Սա փոփոխություն է նաև հարաբերություններում, կարող եք նաև ցանկանալ այն ամենը, ինչ որ կա, ի վերջո թողնել հետևում եւ նոր կյանք սկսել, նոր ձևով արդեն, որովհետեւ դա ձեզ խանգարում է արդեն, հավելյալ էմոցիաներ են, հավելյալ խնդիրներ են ձեզ տալիս։ Համար այստեղ կարող է որոշեք, որ վերջ, այն խնդիրները, որոնք որ առաջացել են իմ ընտանիքում, ես դա դնում եմ մի կողմ եւ սկսում եմ նոր կյանք։ Լցրեք ձեր հարաբերությունները, լցրեք սիրով, լցրեք համբերությամբ, հաշտությամբ, ոչ թե քանդեք, որտեղ դատարկությունը անընդհատ միշտ էլ կարող եք անել։ Բաժանումը 1 վայրկյան է տևում, ընտանիք պահպանելն է երկար տևում, որ պետք է մարդը կարողանա իր ընտանիքը երկար պահպանի, ոչ թե քանդելը վայրկյանական գործ է, վայրկյանական, ասում ես դուրս արի, կամ դու ես դուրս գալիս եւ վերջ, ավարտվում է։ Ես իմ թե ինչ մեկը կարող է ասել, հա ընկնի հետևից ասի հետ արի, ինչ որ մեկն է ասի դե գնացիր տեսություն, քեզանից լավին կարող եմ գտնել եւ վերջ։ Սա նոր հարաբերությունների էտապ է նաեւ։ Ոմանք կարող է այն սիրային փուլը դնում են մի կողմ, հիմա արդեն ավելի լուրջ, կարող է նշանվում եք, կարող է որոշում եք արդեն հարսանիքի օրը, հարաբերությունները արդեն լրջանում է կամ ծնողի հետ եք ծանոթանում, այդպես։ Փուլը ավարտվում է, որը որ այնպես ուղղակի անկապ դեռ են թիթեռներներ, դրանք ավարտվում են, գնում են։ Եվ աշխատանքի հետ կապված սիրտ ընդհանրապես ինչ է, ձեզ այնտեղ շատ սիրով կվերաբերվեն, սեր կզգաք ձեր աշխատակիցների կողմից, հարաբերությունները իդեալական կլինեն, լավ կլինի, մեկը մյուսին կհասկանա, մեկը մյուսի շատ լավ կվերաբերվի, սիրով կանեք ձեր աշխատանքը կամ կարող եք ընդունվել այնպիսի աշխատանքի, որին որ շատ կսիրեք դուք ինքներդ, հա, ձեր սիրած աշխատանքն է կամ կարող եք նաև զբաղվել ուղղակի, ոչ թե ընդունվել, այլ դուք տանը զբաղվեք այնպիսի աշխատանքով, որը որ դուք եք սիրում անել։ Կամ հենց այս շաբաթ ուղղակի շատ սիրով կանեք, հավեսով, այդպես։ Կամ աշխատանքից հաճույք կստանաք։ Ինչպես որ ինչքան հավես է կամ կարող է շատ աշխատանք չի, բայց դա չի ազդում ձեր աշխատավարձի վրա, այլ ոնց որ sense հավեսով, sense հաճույքով կանեք ձեր աշխատանքը։ Սա նաև կարող է աշխատանքի վայրում նոր սեր, նոր հարաբերություններ սկսվի ձեզ մոտ, նոր ծանոթություն, սեր սկսի, հա, այնտեղ, ինչ որ մեկը գալիս է աշխատանքի վայր, նոր մարդ եւ սիրահարվում եք, այստեղ հենց կարող է դա լինել, որ նոր հարաբերությունների սկիզբ լինի։ Եվ իհարկե ֆինանսների հետ կապված, սա նշանակում է, որ մի քանի տեղ կարող եք ներդրումներ կատարել գումարային առումով, մի քանի եկամուտի աղբյուր ունեք կամ երկրորդ եկամուտի աղբյուր կարող եք գտնել ձեզ համար։ Եթե գումար եք սպասում, կարող է կես գալ, քիչ գալ կամ երկու մասով այստեղ կարող է գալ։ Մտածեք, արդյոք ինձ պետք է երկրորդ եկամուտի աղբյուրը ավելորդ է, շատ եմ տանջվում, շատ եմ հոգնում, պետք չի անել։ Եթե այստեղ նայում ենք սիրով եք անում, հնարավոր է նաև կարող երրորդել եք գտնում ձեզ համար, հա, որ այնքան թեթև կարող է լինել, այնքան հավեսով կարող է լինել այս աշխատանքը, որ կողքից էլի նորից գործեր փորձեք անել։ Դե կողքից ինչ որ գործեր կարող եք հանգիստ վերցնել եւ անել այս շաբաթվա ընթացքում։ Ուրիշ այստեղ ինչ որ բաներ չեմ կարող ավելացնել։ Ինչ որ ներդրումներ են, որ կարող եք մի քանի տեղ ներդրումներ կատարել։ Եթե ձեր սիրելի գործով եք զբաղվում, եթե ձեր բիզնես եք ուզում բացել, որը որ այսքան ժամանակ ուզում եք, հա, կարող եք տարբեր ներդրումներ անել, հա, մարդիկ որ խանութ են բացում, ինչ որ բաներ են դնում, այս կողքից էլի ներդրում են անում, ուրիշ բաներ են բերում, էլի դնում այդ խանութում։ Նման ոչ ինչ որ բաներ կարող եք անել։ Դե իսկ առողջության մասին արդեն իսկ ասացի։ Փոքր էմոցիոնալ եք։ Դե կարող է ուղղակի այստեղ ներդրումների մեջ եք էմոցիոնալ, կյանքը փոխելու մեջ եք էմոցիոնալ։
Բավականին հարցեր կան։ Այսքանը ձեզ համար, ձեզ խաղաղ շաբաթ եմ մաղթում։ Գնայինք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին ապրիլի 7-ից 13-ը։ Այդքան էլ լավ բան չէ, դա կշարքների անձնական կյանքը, աշխատանք, ֆինանսներ և առողջությունը։ Այստեղ հարգելի կշարքներ, ձեր ֆինանսների հետ է կապված, կարծես թե այս կորուստը նայեք, կարող են ձեզ փորձել խաբել, օգտագործել, ներդրումներ կատարեք ինչ-որ մի բանի մեջ, որի մեջ խաբեություն լինի և այդպիսով տուժեք։ Այստեղ շատ պետք է ուշադիր լինել։ Նաև ոմանք կարող են կորցնել հավատը, կորցնել հույսը, կորցնել ինչ-որ մի բան, սա կորուստ է նշանակում։ Նաև մանր-մունր խնդիրներ, դա կարող է լինել հենց ֆինանսների հետ կապված։ Որովհետև այստեղ կարող են ձեզ ուղղակի խաբել, փորձել խաբել, փորձել թակարդը գցել, համոզել, որ սա կլինի, նա կլինի, բայց ոչ մի բան էլ չկա, եւ դուք գումար եք տալիս կամ գումար եք ներդնում, այստեղ նաև պատվերների մասին եւս մի մոռացեք, որովհետև կարող է ինչ-որ մի բան եք պատվիրում եւ սխալ է գալիս կամ ընդհանրապես չի գալիս, սխալ տեղ եք մտել, սխալ բան եք պատվիրել։ Հստակ այս կորուստը, եթե նայում ենք, գումարների հետ է կապված, որտեղ խաբեությունը։ Եվ այստեղ հետո արդեն առողջության հետ է կապված, խնդիրն է լինում, կարող մեծ ապրանք եք պատվիրում, լավ նայեք այնտեղ ով ինչ է ասել, ինչ են գրել նոր։ Եվ ներդրումները նույնպես ինչ-որ մեկին օգնելու հետ կապված նույնպես կոտակ, հետո չկարողանաք վերցնել։ Եվ անձնական հարաբերություններում սա պլատոնական սեր է համարվում։ Սա ընտանիքում, հարաբերություններում նաև այդ ինկերական հարաբերությունները կան, որ մեկը մյուսին եւ ընկեր է վերաբերվում, եւ որպես սիրելի կողակից, մեկը մյուսի հանդեպ հավատարիմ է նաև, եւ ձեր հարաբերություններում համենայն դեպս գումարը մեծ դեր է խաղում։ Թե կարող է իրար հետ ինչ-որ գործ եք ուզում սկսել, դրա համար է մեծ դեր խաղում, նա ինչ-որ մի բան կարող է ուզում եք անել իրար հետ։ Կամ ընդհանուր, եթե ինչ-որ մեկը այստեղ զույգերից, եթե նոր եք ծանոթանում, զույգերից եթե ինչ-որ մեկը ավելի հարուստ է քան մյուսը, ապա պետք է մի փոքր այս պահին ուշադիր լինեք, որովհետև կարող է միայն ձեր գումարներն է իրեն հետաքրքրում, ուրիշ ոչինչ։ Նաև սա կարող է լինել հարաբերությունների այդպես կտրուկ, այդպես ինչպես որ ձուկն է գնում, կտրուկ ինչ-որ փոփոխություն, մեկ այլ էտապ, ոնց որ sense ոնց են ասում դրան, այդպես տակից գնա մեկ այլ էտապ, նաև մեկ այլ փուլ հարաբերությունները։ Նաև սա կարող է լինել հարաբերություններում մեկ լավ է, մեկ վատ է, եւ այս շաբաթ էլ եւս կարող է այդպես էլ լինի, մեկ լավ, մեկ վատ, եւ կարող եք դուք ոնց որ մի քիչ ավելի աշխուժ, այդպես ձկան նման, այդպես փորձել հարաբերությունները կարգավորել, կարգի բերել։ Նաև սա դե կարող եք ինչ-որ մի բան իրոք սկսել իրար հետ։ Որովհետև այստեղ եւս աշխատանքում աղջիկ կա, եթե տղա է նայում, այստեղ կարող է ինչ-որ մի աղջիկա հետ գործեր սկսեք, ինչ-որ մի աղջիկա հետ, որովհետեւ ինչ-որ մի բան սկսեք իրար հետ։ Դա կարող է լինել նաև ձեր կինը։ Նաև այստեղ կարող է ցույց է տալիս ձեր աշխատակիցներից որևէ մեկին, ցույց է տալիս ձեր տնօրենին, կարող փոխվում է, աղջիկ է գալիս, կամ հարաբերությունները տնօրենի հետ կամ շատ կլինի շփում ձեր տնօրենի հետ, որը աղջիկ է, կամ ինչ-որ մեկը կարող է գալ աշխատանքի վայր եւ իրար հետ լավ այդպես մտերմանակ ընկերություն սկսեք անել։ Նաև
Սա կարող է լինել դե այստեղ եթե նայում ենք կորուստը, այնպես արեք, որ վստահությունը չկորի ձեր եւ ձեր գոլեգաների հետ կապված եւ տնօրինության հետ կապված։ Եվ այս աղջիկը կարող է ձեզ օգնել, կարող է աշխատանքի տեղավորել, կարող է օգնել ինչ-որ մի աշխատանքում ձեռք մեկնել, որպեսզի ավելի շուտ ավարտեք ոչ աշխատանք։ Թեկուզ ձեր բիզնեսում կարող է ձեզ օգնել, խորհուրդներ տալ կամ կարող հաշվապահ է եւ այս պահին ձեզ օգնում է։ Այս շաբաթվա ընթացքում կարիք կլինի դիմելու անդադ ինչ-որ մի աղջկա, ով որ ձեզ պետք է օգնի։ Եվ առողջության վերաբերյալ այստեղ ուշադրություն ապա դարձնել առողջությանը։ Հատկապես եթե ինչ-որ ֆինանսական սխալ ներդրումներ անեք եւ այլն, կարող է մի փոքր այստեղ նաեւ կարող է ուզում եք ինչ-որ մի բժշկի տեսնել, ուզում եք գնալ ոչ թե կոսմետոլոգի մոտ եւ ինքը տեղ չի ունենում։ Անընդհատ ոնց որ ժամանակի հետ կապված խնդիրներ կան։ Բայց պետք է այստեղ հստակ ուշադրություն դարձնեք ձեր առողջությանը։ Այսքանը ձեզ համար, ձեզ խաղաղ շաբաթ եմ մաղթում։ Գնայինք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին ապրիլի 7-ից 13-ը։ Բավականին շատ աշխատանք կունենաք, ոմանք կարող է կարիերայի բարձրացում լինի, պատվերներ, ոմանք այս շաբաթ պետք է գնան օրինակ որևէ հիվանդանոց, ուսման կենտրոն, կարող է այցելել նաև ինչու՞ չէ Բերդ, բանտ ինչ-որ մեկին, կարիճների անձնական կյանքը, աշխատանք, ֆինանսներ եւ առողջությունը։ Ընդհանուր առմամբ շատ լավ շաբաթ է ձեզ համար։ Ոմանք հենց իրոք կարող է աշխատանքի ընդունվեն, կամ ինչ-որ մի գործ եք ուզում անեք գումար վաստակելու համար եւ դա ասում են այո, շատ լավ է։ Կարող է աշխատավարձը բարձրանալ, ինչ-որ մի բան է բարձրանում ձեզ մոտ վեր այս շաբաթվա ընթացքում։ Ոմանք կարող է հարսանիք ունեք եւ գնում եք ռեստորան, այստեղ կարող աշխատանքի հետ կապ չունի, գնում եք ռեստորան, գնում եք այնպեսի տեղ, որտեղ շատ մարդիկ կան, այնպեսի տեղ, որտեղ որ պետք է գումար վճարեք, տոմս գնեք, հետո նոր կարողանաք մտնեք, հա, հենց այնպես չեք կարողանա մուտք գործել տվյալ վայր։ Դե սա նաեւ կարիերայի բարձրացում է, այսպես թե այնպես կարիերա, եթե հիվանդանոցում ինչ-որ մեկ ունեք, ապա իր վիճակը կլավանա, դեպի լավը կգնա իհարկե։ Դե ընդհանրապես այս քարտը ինքը հիանալի է յուրաքանչյուր պարագայում, սա տարո քարտերի բաշնյան չի, որ վերաբերվում է քանդում, սա դա չի, սա ամեն մի քարտ իր նշանակությունն ունի։ Իսկ այստեղ անձնական հարաբերություններում հնարավոր է որևէ գաղտնիք բացահայտվի, ինչ-որ մի բան կարող է իմանաք։ Նաև պետք է այստեղ անցնեք հաջորդ փուլ, ձեր հարաբերությունները տանեք հաջորդ փուլ իհարկե։ Նաև սա թաքուն հարաբերություններ կարող է լինել, թաքուն սիրային, թաքուն եռանկյուն հարաբերություններ, կապ չունի, ամենայն դեպս թաքուն եք պահում։ Սա նաև կարող է դուք ձեր մեջ ինչ-որ մեկին եք սիրահարվել եւ ոչ ոքին չեք ասում այդ մասին։ Թաքուն ձեր ներսում, ձեր սրտում ինչ-որ մեկը կա, որի մասին չեք ասում։ Կարող է նոր է եւ դրա համար չեք ուզում ասել, ուղղակի ինչ-որ մեկը կա, որին հավանում եք։ Կամ ձեզ են հավանում, դուք էլի չեք այդպես բարձրաձայնում, որ գիտեք, այս մարդը ոնց որ թե ինձ է հավանում։ Նաև սա կարող է լինել ինչ-որ ընտանիքի անդամներից մեկը կարող գնալ սովորելու, գնան իր մասին հոգ տանեք, տանեք այստեղ, այս ինստիտուտ եւ այլն, այդ փաստաթղթերը դասավորել, չգիտեմ, կարծես հիմա են չի անում, թե մայիսին են անում, համենայն դեպս այդ պրոցեսները կարող եք անել, սկսել ուսման հետ կապված։ Նաև ընտանիքի անդամներից մեկը ինչ-որ մի գաղտնիք ունի, ամենայն դեպս պահում է իր սրտում, ոչ ոքին չի ասում։ Նաև
իրոք պետք է փոխել կյանքի այդ փուլը։ Փոխեք, թե ամուսնացած եք, թե հարաբերությունների մեջ եք, փոխեք այդ этаպը։ Կամ մի անդրադարձեք այն անցյալ խնդիրներին, որոնք որ գոյություն ունեին, որոնք որ կարող են ձեզ խանգարել ուղղակի ինչ որ առաջ գնալու համար, հարաբերությունները առաջ տանելու համար։ Պետք չի կարճել հնից, այ ուղղակի փոխեք ձեր этаպը, էջը, գլուխը, հա, ոնց որ գիրքը որ կարդում ես, հետո չես անդրադառնում, հա, եթե լավ չես հասկացել, գնում ես հետ մի հատ ես կարդում։ Բայց շատ դեպքերում, եթե հասկացել ես ամեն ինչ, գնում ես առաջ։ Նույնն էլ կյանքն է, նույնն էլ հարաբերությունները այստեղ։ Աշխատանքի վայրում, սա աշխատանքի հետ կապված կամ ստաբիլ աշխատանք կարող եք գտնել ձեզ համար, կամ այն աշխատանքը, որով որ զբաղվում եք, ինքը ստաբիլ է։ Նաև հարգանքի արժանի աշխատանք է, նոր եք ընդունվում, կամ այստեղ իրոք պաշտոն է բարձրանում եւ փոխվում է ձեր աշխատանքային այդ ոճը, կարող է մենեջեր եք դառնում, բաժնի պետ եք դառնում, պետի տեղակալ եք դառնում եւ արդեն եւ ձեր շրջապատն է ընդհանուր փոխվում եւ ընդհանուր ձեր հեղինակությունը։ Նաև կարող է այստեղ փոխեք ձեր աշխատանքային ոլորտը, մեկ այլ աշխատանքով սկսեք զբաղվել։ Նաև դե բարձր պաշտոնը արդեն ասեցի, հնարավոր է նաև բիզնես եք առաջ տանում, բիզնես եք բացում եւ դառնում եք արդեն բիզնեսմեն։ Դա եւս փոխում է մարդու կարգավիճակը։ Ֆինանսների հետ կապված ինչ որ ուզում եք անեք, դա ասում է ճիշտ ուղղություն է ձեզ համար։ Գնացեք այդ ուղղությամբ, կարող է իրոք ուզում եք բիզնես բացեք, ներդրումներ եք ուզում անեք, սա եք ուզում գնել, նա եք ուզում վաճառել եւ այլն։ Ասում են, որ այո, այս քարտը դա է, որ ճիշտ է։ Վարվեք այնպես, ինչպես որ ուզում եք։ Առողջության վերաբերյալ սա տղամարդկային օրգաններին պետք է ուշադրություն դարձնել կանացի օրգաններում, շագանակագեղձին, նաև վահանաձև գեղձին, մի խոսքով այն, որ կապված է հորմոնների հետ։ Դա պետք է ուշադրություն դարձնել։ Այսքանը ձեզ համար, ձեզ խաղաղ շաբաթ եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին ապրիլի 7-ից 13-ը։ Հասունություն, իմաստություն, հաջողություն նաև։ Տեսնենք անձնական կյանքը, աշխատանքը, ֆինանսները եւ առողջությունը։ Այստեղ հասունություն է, սա նշանակում է, որ մարդը հասունացել է, զգում է, որ ինքը արդեն այն տարիքում է գտնվում, որում որ կա, մինչև այդ կարող է չեք զգում ձեր տարիքը, որ մեծանում եք, ոնց որ այս շաբաթ կզգաք։ Նաև շրջապատված կլինեք շատ հետաքրքիր մարդկանցով, լավ մարդկանցով, յուրահատուկ, կարող ինչ-որ տեղեր գնաք, որտեղ որ կլինեն նաև պաշտոնյաներ, նաև այնպիսի մարդիկ, ովքեր որ բարձր պաշտոն ունեն, բարձր հեղինակություն ունեն։ Սա նաև ձեզ է դա տալիս։ Կարող է ինչ-որ մի չափով ձեր հեղինակությունը բարձրանա։ Աշխատանքի վայրում, որտեղ այստեղ հաջողություն ունեք, կարող է ինչ-որ մի լավ բան անեք, որն էլ որ ձեզ հեղինակություն կտա, ձեզ հաջողություն կբերի։ Ինչ որ մի կարևոր ինչ որ մի բան։ Ոմանք կարող են իրոք պաշտոն ստանալ այստեղ չի բացառվում։ Անձնական հարաբերություններում այստեղ ինչ որ չափով դատարկություն է ձեզ մոտ, ինչ որ չափով ոմանք կարող են միայնակ են, ոմանք զույգ չունեն կամ ունեք, բայց այս շաբաթվա ընթացքում կարող է զգում եք, որ ոչ ոք ձեզ չի օգնում, հա, միայնակ եք, միայնակության զգացում ուղղակի կարող է նաև լինել ձեզ մոտ։ Ոմանք նոր կսկսեն նոր этаպ հարաբերությունների, նոր կարող է ծանոթանաք կամ փոխեք այն ինչ որ կար, թողեք անցյալում
լցնեք ձեր այս դատարկությունը, կարող է իրոք իրարից նեղացել եք եւ հիմա պետք է հաշտվեք, խնդիրները դնեք մի կողմ եւ անցնեք նոր էտապի, նոր հարաբերությունների, ովքեր որ արդեն հարաբերությունների մեջ են, կարող եք ուղղակի փոխել ձեր ոնց ասեմ, որ եթե երիտասարդ եք, դեռ շփվում եք, այն դեռ սկզբի թիթեռնիկներն են, հետո արդեն կարող է անցնել այդ ամենը։ Հիմա ոնց որ որոշեք նշանվել, որոշեք ամուսնանալ եւ այլն։ Եվ սա կարող է դատարկությունը նաեւ լցնել երեխան։ Կարող է երեխա եք ունենում կամ հղիությունը, որը էլի ոնց որ նոր էտապ է տալիս, նոր փուլ է տալիս ձեր հարաբերություններին։ Աշխատանքի հետ կապված հաջողություն ձեր պրոֆեսիոնալ, ձեր մասնագիտական ոլորտում, մասնագիտական գործունեությունում, նաև սա կարող է լինել նոր բիզնեսի բացում, որը հաջողություն ձեզ կբերի, միայն այստեղ գումարների հետ կապված պետք է ուշադիր լինել, որովհետև կարող է վեճ է առաջանում։ Սա նաև հաջողությունն է, ճիշտ է, շատ մեծ գլոբալ չի, բայց հաջողություն ամենայն դեպս աշխատանքում, նաև հնարավորություն կունենաք նոր շանս ձեզ կտրվի, կարող է նորից վերականգնել ձեր աշխատանքը, նաև աշխատավարձը բարձրացնել, ընդունվել աշխատանքի, զբաղվել ձեր գործունեությամբ, որը որ ձեզ դուր է գալիս։ Իսկ արդեն այստեղ գումարի հետ կապված, ուշադիր եղեք, այստեղ հավանականությունը շատ մեծ է, որ գումարի հետ կապված որից է վեճ է, որից է տարաձայնություններ են։ Կարող է դուք եք բարդ, կարող են ձեզ են բարդ եւ խոսակցություններ կարող են լինել այդ գումարի հետ կապված, տարաձայնություններ։ Սխալ ներդրում կարող եք անել նույնպես։ Ֆինանսական ոչ կայուն վիճակ է կարծես թե ձեզ մոտ, աշխատանքը կա, հաջողությունը կա, բայց կամ շատ են ծախսերը, կամ ինչ որ մի բան է, որը որ չի կարողանում փակել ամբողջությամբ ձեր ծախսերը։ Եվ իհարկե ինչ որ պարտականություններ ունեք գումարային, կարող է վարկեր են, որոնք որ այս շաբաթ պետք է վճարեք։ Ինչ որ մեկին պետք է տաք։ Նաև Եվ կամ տան վարձը նույնպես, հա, դա ֆինանսական պարտականություն է, որ ամեն ամիս մարդը տալիս է տան վարձ։ Եվ առողջության վերաբերյալ այստեղ ուշադրություն դարձրեք սուր գործիքներին, ուշադրություն դարձրեք նաև եթե մեքենա եք վարում անպայման եւ ոմանք կարող են վիրահատություն անել այս շաբաթ։ Կամ դուք կամ ինչ որ մեկը, թեկուզ ինչ որ մի կարող ասեղային ինչ որ մի բան կարող եք անել, եթե ոչ այդպես մեծ գլոբալ վիրահատություն, ապա ասեղի հետ կապված ինչ որ մի բան կարող եք անել։ Այնտեղ չգիտեմ, որտեղ ասես, հա, որ լցնում են այդպես կարող է լինել։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ խաղաղ շաբաթ եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին ապրիլի 7-ից 13-ը։ Մի փոքր այստեղ կորուստ է, մանր-մունր խնդիրներ են, որոնք որ պետք է լուծեք այս շաբաթվա ընթացքում։ Այդ եղջյուրների անձնական կյանքը, տեսնենք հեսա որտեղից դուրս կգա այդ դա։ Աշխատանքը, ֆինանսները եւ իհարկե առողջությունը։ Խնդիրը անձնական հարաբերությունների մեջ է այստեղ։ Որովհետև խաղ է, ինչ-որ մի բանը խաղ է եւ խաղ, մարդը կամ դիմացինը ընդհանրապես որքան կարող է խաղին դիմանալ եւ կարող է նաեւ կորուստ լինել։ Այստեղ բավականին ուշադիր եղեք ձեր հարաբերություններում։ Շատ։ Ոչ թե ասեք բաժանվում եմ, միանում եմ եւ այլն, հա, դա եւս խաղ է։ Հնարավոր է նաեւ ընտանիքի անդամը ձեր երկրորդ կեսն է կարող է խաղում հենց իրոք եւ դուք ինչ որ գումար եք կորցնում։ Դա եւս չի բացառվում։ Եվ ընդհանրապես հարաբերությունների խաղն է սա, որ խաղը բերում է կորուստ։ Դա համար ուշադիր եղեք ձեր հարաբերությունները պահպանելու համար։
Աշխատանքի հետ կապված սա հիանալի է, հա, դուք ոչ միտեղ էլ խնդիր չունեք, միայն հարաբերություն ունեն։ Աշխատանքում հիանալի է, արևը ինչ է դա, ուրախություն, լավ տրամադրություն, ոչ մի ինչ որ խնդիր գոյություն չունի, ոմանք կարող են ընդունվել աշխատանքի, ոմանք աշխատանքում հաջողություն ունենալ, ոմանք հենց կարող է ձեր ուզած աշխատանքով զբաղվեք, բիզնես բացեք, կամ բիզնեսում մի մեծ եկամուտ ունենաք, որը որ ձեզ էլի տենց կարող է ուրախացնել, ինչ որ մի բան է, որը որ ձեզ շատ է ուրախացնում, շատ։ Տրամադրությունը բարձր, էներգիայով լի կլինեք, որ ինչ որ մի գործեր անեք։ Նաև որ ինչ որ մեկն է գալիս ձեր աշխատանքի վայր, ում որ չեք սպասում եւ տեսնելուց էլի ուրախանում եք։ Կարող ինչ որ մի հարազատ մեկն է, ով որ էլի ընդունվում է այնտեղ, որտեղ որ դուք եք աշխատում եւ տեսնելով իրան ուրախանում եք։ Հաջողություն կարիերայում ձեր։ Նաև մարդիկ ձեզ ոնց որ կընդունեն, որ դուք եք կարող ավելի լավը, հա, այդպես, որովհետև դե աջակցությունները, որ մի բան անում են, պետք է անեն ամենալավը, առաջինը պետք է լինեն։ Եվ այստեղ հենց մարդիկ ձեզ կընդունեն, որպես հենց առաջինը։ Նաև սա, եթե ինչ-որ մի նպատակ ունեք, ապա այս շաբաթ կգնաք դեպի այդ նպատակը։ Աշխատանքի հետ կապված, բիզնեսի հետ կապված, կարիերայի կողմ ուզում եք։ Բարձր կարիերա, պաշտոն ունենաք, կգնաք դուք դրան այս շաբաթ եւ կզգաք, որ հասել եք դրան։ Եվ ֆինանսների հետ կապված էլ ֆինանսական քարտ ընկել, հա, դա նշանակում է, որ գումար կամ կծախսեք, կամ գումար կներդնեք, գումար կստանաք, մեծ եկամուտ եք ստանում, մեծ գումարներ եք ստանում, ինչ որ մեկը իր պարտքն է վճարում, մեծ իր կարող եք գնել, բայց մի փոքր սպասեք, հատկապես գեղեցկության հետ կապված, այնտեղ տան, հա, ինտերիերի, այնտեղ բազմոց է, չգիտեմ ինչ որ բաներ, որոնք թեկուզ հեռուստացույց, էլի, այնք կոմֆորտի համար է, պետք չի այս շաբաթ գնել, որովհետև հետո ձեզ դուր չի գալու, որովհետև Վեներան է հետադարձ եւ այն ինչ որ կա, գեղեցկության հետ կապված, հետո դուք կասեք, ես ինչ էր, որ ես գնացի։ Դրա համար պետք չի շտապել։ Դե ինչ կարող եմ ասել այս ձգովել։ Ընդամենը ներդրում կանեք, հա։ Ներդրում, ծախս։ Եթե պարտքերին ձեզ պարտքերը կվերադարձնեն, իհարկե։ Դուք եւս կարող եք պարտքեր վերադարձնել։ Կարող նաեւ վճարներ ունեք, վճարներ եք անում այս շաբաթվա ընթացքում։ Եվ առողջության վերաբերյալ բացարձակապես խնդիրներ չկան։ Եթե խնդիր կան, եթե ինչ-որ մեկը իրան լավ չէր զգում, ապա հիմա կապակինվի։ Բացարձակ խնդիր չկա։ Այսքանը ձեզ համար, միայն ուշադիր եղեք ընտանեկան հարաբերություններին։ Ձեզ խաղաղ շաբաթ եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին ապրիլի 7-ից 13-ը։ Ինչ-որ մարդիկ, նոր ծանոթություններ, ընկերական շրջապատ, շատ կլինեք ձեր ընկերների հետ, ընկերուհիների հետ, միգուցե ինչ-որ նոր տեղ մտնեք, նոր ընկերական խումբ մտնեք, որտեղ էլի ձեզ շատ լավ կզգաք, նոր ծանոթություններ ձեռք բերեք։ Ջրհոսների անձնական կյանքը, աշխատանքը, ֆինանսները եւ առողջությունը։ Ընդհանուր ֆոնը շատ լավն է, բայց այստեղ ինչ-որ բաներ կան, որ այդքան էլ լավը չեն։ Համենայն դեպս նոր ընկերներ ձեռք կբերեք, միգուցե ճակատագրով եք ընկերները ձեզ հետ ծանոթանալու, հա, ձեր կյանք մտնելու։ Եվ անձնական հարաբերություններում այստեղ բավականին շատ քննարկումներ կարող եք ունենալ դուք եւ ձեր զույգը։ Նաեւ չի բացառվում լեզվակռիվ։ Եթե շարունակվում է լեզվակռիվը, ապա կանգ առեք, որ շատ չխորանա։ Կարող եք ուղղակի ընտանիքով ինչ-որ մի բան քննարկել, կարող ուզում եք երկրից գնալ, ուզում եք ինչ-որ մի բան սկսել, նոր տուն գնել, չգիտեմ, այնտեղ նոր իրեր գնել տան համար, որտեղ որ դուք եւ ձեր զույգը ուղղակի կարող եք քննարկել
այդ թեման, որ սա ենք ուզում անել, նա եւ այլն։ Ինչ որ նոր բան է, կողա նոր բիզնես եք ուզում սկսել միասին, դա եք քննարկում։ Ուղղակի պետք է նայեք, որ լեզվակռիվ չլինի։ Սա նաև կողա բամբասում են։ Ինչ որ մարդիկ դες կողան տեսել են ինչ որ մեկի հետ սուրճ խմելուց եւ հոպ, բան սկսվեց, հա, բամբասանքը, վայ, սուրճ է խմել այս մարդու հետ։ Նաև այստեղ հարաբերություններում եւս, հա, մեկը ուրիշ կերպ է նայում կյանքին, մեկը ուրիշ ձև է նայում կյանքին։ Դրա համար կարող է ինչ որ տարաձայնությունները լինեն նաև, հա, դրա մեջ մեկը կարող է սիրում է ընկերների շրջապատում շատ լինել, մյուսը այդքանը չի սիրում, հա, եւ խնդիրներ է առաջանում, որ անընդհատ ինչու ես ընկերների շրջապատում, հա, որտեղ այդտեղ ընկերներ կարող են շատ լինել։ Դա լինի տարաձայնությունը։ Իսկ բամբասանքը արդեն ուղակի, հենց այնպես կարող է ոմանք որոշեն, որ ինչ որ մեկի հետ են տեսել ձեզ, պետք է անպայման խոսեն։ Մեր հայկական սովորությունն է դա, որը այնքան տհաճ է։ Իրավունք չունես դու քո ընկերոջ հետ կամ դասընկերոջ հետ միամիտ տեսնելով գնաս սուրճ խմես, որ ոչ թե փողոցում կանգնես իրար հետ խոսես, այլ ինչ որ միտեղ նստես ավելի ցիվիլ ձևով իրար հետ շփվես, հասկանաս ինչ անում իր կյանքում, ինչ արեց այսքան ընթացքում եւ այլն, հատկապես եթե մոտ ես եղել այդ մարդու հետ, բայց չէ կողմ օպ, մեծ գլոբալ թեմա սարքեն։ Աշխատանքի հետ կապված սա ժամանակն է ինչ որ մի բան սկսելու, ժամանակն է առաջ գնալու, ժամանակն է նաև բիզնես սկսելու, միգուցե կարիերայի մասին մտածելու, առաջ խաղացման մասին մտածելու, եւ սա ասում է ժամանակ հատկացրեք նաև աշխատանքի, մի մոռացեք ինչ որ բաների մասին։ Սա նաև կարող է ասում է շատ ժամանակ եք անցկացնում աշխատանքում եւ տանը այդքան էլ ուշադրություն չեք դարձնում, դրա համար կարող են տարաձայնություններ լինեն տանը։ Հա, դա եւս, ամեն մարդ գիտի ինչպես է ինքը ապրում, խորացել է աշխատանքի մեջ, թե բացարձակ հիմա այս պահին աշխատանքը բաց է թողել, դա համար ամեն մարդ ինքը իրանը կգտնի։ Ժամանակն է նաև ռեզյումեները բաժանելու, փնտրելու աշխատանք։ Այս շաբաթը հենց եկել է ժամանակը անելու։ Այ ֆինանսների հետ կապված այստեղ խաղ է։ Միգուցե անիմաստ ծախսեր եք անում, միգուցե իրոք խաղում եք, միգուցե դե մտածում եք, հա դե լավ, դե սա գնեմ, նա գնեմ, մեկ այլի է գալիս, սա անեմ, նա անեմ, մեկ այլի է գալիս, սրան պարտքով գումար տամ, մեկը կտա, հա, գումարի հետ պետք չի այս շաբաթ խաղ անել։ Բացարձակ։ Եվ առողջությանը անպայման հետևեք, անպայման։ Ոմանք իրոք կարող է շատ կարևոր վիրահատություն են անում։ Դժվարություններ են, ինչ որ մի դժվարություններ կան ձեր առողջականի մեջ։ Հետևեք ձեր առողջությանը անպայման։ Բարձի թողի վիճակ մի թողեք։ Կարող կախվածություն է, կարող ինչ որ մի բան է, որից որ պետք է այս շաբաթ ազատվել, սկսել ազատվել։ Թեկուզ նայեք, այստեղ եթե խաղը, եթե մարդիկ կան իրոք սիրում են։ Ես վերջերս մեկի հետ 5 րոպե խոսալի, ես ընդհանրապես իրեն տեսել էի, որ ինքը խաղ էր գնում եւ ասում եմ գումարդ ամբողջությամբ տալիս ես խաղին, անընդհատ ասում է դե որ հենց սկսեմ խաղա շատ մեծ գումար շահել, այլևս ես այստեղ չեմ աշխատի եւ ասում եմ բայց դու այնքան գումար ես կորցնում ու վստահ ես որ կշահես։ Ինքը տարված էր եւ իրան եմ տեսել եւ իր հայրիկին եմ տեսել այդտեղ խաղ գնելուց։ Մարդիկ ոնց որ երբ որ ուզում ես ինչ-որ մեծ գումար շահել ավելի թեթև, սկսում են խաղալ։ Դե ճիշտ է, ջրհոսները սիրում են ազատ կյանք, սիրում են, բայց չգիտեմ խաղի մեջ ինչպես է, ամենայն դեպս այս շաբաթը ձեզ արգելված է խաղալ։ Եթե խաղաք, ապա մեկ անգամ։ Հետո արդեն պետք չի։ Ուղղակի պետք չի։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին ապրիլի 7-ից 13-ը։
բավականին ուշ կունենաք, չէ, մարդիկ կարող են լինել ձեզ կօգնեն, այստեղ ծանոթություն է նոր ծանոթություն է եւ այդպես հաղթանդամ ինչ որ մեկիդ կարող ծանոթանալ, նվերներ ստանալ, անակնկալ կարող ինչ որ մեկը վերադառնա, ժամադրության գնաք նմանատիպ ինչ որ մեկի հետ։ Տեսնենք ձկների անձնական կյանքը։ Աշխատանքը, ֆինանսները եւ առողջությունը։ Չէ, մարդիկ կհայտնվեն համենայն դեպս, ովքեր որ ձեզ կօգնեն այս շաբաթվա ընթացքում, կաջակցեն, հնարավոր է նաեւ ինքը այդպես հեղինակություն ունի եւ նա ձեզ ինչ որ հարցում կօգնի, կող աշխատանքի հարցում օգնում, կամ ինչ որ միտեղ, կող այստեղ որտեղ խաբեություն կա աշխատանքում, հնարավոր նաեւ ինչ որ միտեղ մոտենում եք, կող ձեր տնօրենն է, մոտենում եք իր հետ խոսելու համար։ Անձնական հարաբերությունները ոմանց մոտ ոմանք մենակ են, դատարկություն է ձեր կյանքում, ոմանք իրոք հարաբերությունների մեջ են, բայց էլի է դատարկություն, ոմանք նաեւ այստեղ փուլ, հա, կանցնեն մեկ այլ փուլին, ինչ որ բաներ հարաբերություններում կթողնեն մի կողմ եւ կանցնեն մեկ այլ էտապ հարաբերություններում։ Կարող է թեթև էիք շփվում, հիմա ավելի լուրջ կարող է լինել ձեր հարաբերությունները։ Մոռանաք նաև են հին վիշտը, ոմանք կարող են նաև երեխա ունենալ, հղիանալ, դա եւս լցնի ձեր տունը, լցնի այդ դատարկությունը, կարող է անիմաստ, հա, ոնց որ գնում եք աշխատանքի, գալիս եք տուն, ինչ որ հետաքրքրություն չկա, եւ հիմա արդեն այդ հետաքրքրությունը նաև կարող է առաջացնել երեխան։ Գուցե հղիություն է նոր։ Եվ ովքեր որ հղեն համենայն դեպս ուշադիր եղեք ձեր հղիությանը։ Եվ խորամանկ անձնավորությունը աշխատանքի մեջ դա միայն մեկ բան է ասում, խաբեություն, կամ ձեզ աշխատանքի վայրում ինչ որ մի բան կարող է խորամանկորեն ինչ որ ասեն, իբր որ դուք անեք, իրանք վրայից գցեն, ձեր վրա գցեն, որ դա տենց լինի, իբր դուք եք արել, հնարավոր է նաև իբր գնում է տուն, մի փոքր շուտ, դուք անեք իր աշխատանքը, հետո էլ ինքը ձերը կանի, բայց խաբում է ձեզ։ Ուշադրություն դարձեք գումարներին, որ ճիշտ տան, ճիշտ ժամանակին տան։ Այստեղ կարող է նաև ժամերի տարբերությունին, եթե ժամով եք աշխատում, կարող է ինչ-որ ժամեր չգրանցել, խաբեն։ Նաև բիզնեսում, եթե աշխատողներ ունեք, ապա եւս կարող են ձեզ խաբել, կամ գործարքի մեջ կարող են ձեզ խաբել։ Այստեղ խորամանկ անձնավորություն է, որը որ իրոք կփորձի ձեզ խաբել։ Նաև այստեղ անվստահություն կարող է առաջանալ ձեզ մոտ ձեր գոլեգաների հանդեպ, ձեր աշխատողների հանդեպ, եթե դուք ինքներդ տեղ, հա, ինչ որ մի դիրք ունեք կամ բիզնես ունեք։ Մի վստահեք ինչ որ մեկին, ով որ ձեզ կասի աշխատանք կա, ես արի ընդունվի, կարող սպասել ու չկա այդ աշխատանքը, հա, դրա համար մի վստահեք այս շաբաթ, հատկապես աշխատանքի հետ կապված ոչ ոքին։ Նաև կարող եք դուք ինքներդ խնդրել ինչ որ մեկին, որ ձեր գործն անի, բայց չանի։ Ինչ որ մի բան արագ անի, խորամանկորեն իբրև թե վերջացրեց, արեց, բայց հետո ձեզ վրա կարող են նաև խոսել։ Դրա համար վստահություն մի ունեցեք այս շաբաթ ոչ ոքի հանդեպ։ Ֆինանսների հետ կապված սա կարող է լինել նոր եկամուտի աղբյուր, սա կարող է լինել փոքր եկամուտ, կարող է բիզնեսից է դեռ գալիս, հա, փոքր ինչ որ մի բան է։ Նաև կարող է ինչ որ մի տեղից փոքր թեկուզ գումար գա, հա, ինչ որ մեկը եթե պարտքեր թեկուզ ոնց որ փոքր, հա, այդպես կարող է վերադարձնել։ Սա նաև կարող է ֆինանսական նոր ինչ որ գործ եք անում, կարող է որոշել եք ներդրումներ կատարել, բիզնես եք բացում եւ գումար եք ներդնում ձեր բիզնեսի մեջ, նոր բան է, հա, նոր սկիզբ է ինչ որ ֆինանսական մի բանի, կարող է սա նաև ձեր առաջին օգուտն է, եթե բիզնես ունեք, առաջին աշխատավարձն է, եթե նոր եք մտել աշխատելու, սա ոնց որ ստարտ է, հա, բիզնեսի, այդպես սկսում ենք բիզնես այդպես։ Նաև սա կարող է լինել ուսում,
ինչ որ կամ ուսման վրա կարող եք ծախսել գումար, կամ սա նաև կարող է լինել ուսում, ինչ որ մի թեթև, որտեղ որ կլինի գումարի հետ կապված ներդրումների հետ, ինչ որ, նման ուսումնական ինչ որ մի փուլ, որտեղ որ կսովորեցնեն ինչպես ճիշտ ներդրումներ անել, ինչպես ճիշտ կառավարել ֆինանսները եւ այլն։ Հատկապես այն մարդկանց համար է սա լավ, ովքեր որ չգիտեն, գումար ծախսել։ Մեկը տեսնում են ամսվա կեսն է արդեն ամբողջ ամսվա աշխատավարձը ծախսել են, կան նման մարդիկ շատ են։ Նաև սա կարող է լինել նոր եք որևիցե ֆինանսական հարցերում, նոր են ձեզ մոտ գումարներ գալի, նոր պետք է ներդրում անեք, ոնց որ դեռ որ չգիտեք որը ինչպես անեք, եկել է գումար, աշխատավարձ է եկել, ուզում եք ինչ որ մի բան անեք, այդպես նոր ինչ որ ոնց են ասում, սկսնակ գործնականի հետ կապված, ֆինանսների հետ կապված։ Իսկ առողջության վերաբերյալ բացարձակապես խնդիրներ գոյություն չունեն։ Եթե ինչ որ մեկն է կարհիվանդ, այստեղ միայն ապակինում է։ Եվ եթե ուզում եք ինչ որ բուժվել եւ այլն, ապա սա ասում է դռները կբացվեն, կգնաք, կգտնեք այդ բժշկին եւ կկարողանաք այդ բուժումը ստանալ։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ խաղաղ շաբաթ եմ մաղթում։